բարև ձեզ, ես ուզում եմ շնորհավորել բոլորիս Digitech-ի 20-ամյակի կապակցությամբ ձեր բուռն ծափահարություններով ուղեկցել։ Սա իսկապես տոն է Հայաստանի համար, Հայաստանի տեխնոլոգիական համայնքի համար։ Եվ այդ առիթով դեռևս հասցրել եմ 1 տարի առաջ խոսել, թե ինչու եւ որքանով է կարևոր Digitech-ը մեր երկրի համար, մեր տնտեսության համար։ Ու երբ այսօր առավոտյան բացահանման մեջ բավարար ժամանակ ունեցա մտքերս հավաքելու, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք, մտաբերեցի, որ ուղիղ 1 տարի առաջ այստեղ ես խոսում էի Digitech-ի առաքելության մասին ու ասում էի, որ իմ ընթացքում Digitech-ը նախ հնարավորություն է, որ մենք աշխարհին ցույց տանք տեխնոլոգիական ձեռքբերումները, ինչպես նաև լավ առիթ է, որ հավաքվենք, իրար տեսնենք այն նվաճումները, որ գրանցել ենք վերջին 1 տարվա ընթացքում, ամփոփենք, իրար ոգեշնչենք, ոգևորվենք, գնանք աշխատենք, հետո 1 տարի անց գանք եւ ամփոփենք այդ տարվա կատարած աշխատանքները եւ ես կարծում եմ, որ ավելի լավ առիթ քան Digitech-ն է, որ ես ձեզ զեկուցեմ վերջին 1 տարվա աշխատանքները, կրկին էլի մեքենայի մեջ առանձնացրի 15 բան, որ կիսեմ ձեզ հետ, ավելի լավ առիթ քան սա հնարավոր չի գտնել։ Ուրեմն, երբ նախորդ տարի ես այցելեցի Digitech, ոգեշնչվեցի եւ մեր թիմը անմիջապես դրանից հետո հիմնականում 15 խոշոր բաներ, որ կատարել է, ուզում եմ կիսվել ձեզ հետ։ 24 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվեց նոր օրենսդրություն, 7-ամյա մի ծրագիր, բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու նպատակով, որի տակ կառավարությունը հատկացրեց 7-ամյա կտրվածքով մի քանի $100 միլիոն, սա եւ քեշբեքի տեսքով տեխնոլոգիական ընկերություններին աջակցության, ինչպես նաեւ հարկային հատկությունների, որը գալիս է խրախուսելու R&D աշխատանքները։ Հունվարի 22-ին մենք ընդունեցինք նոր օրենսդրություն, որով երկակի եւ ռազմական չճանաչված ապրանքների համար մենք նոր մաքսային բարելավում իրականացրինք, փորձելով օգնել ինժեներական ընկերություններին էլ ավելի արագ կազմակերպել մատակարարումը։ Փետրվարի 10-ին մենք MOU կնքեցինք ֆրանսիական խոշորագույն ընկերության Եվրոպայի AI ոլորտում չեմպիոն Mistral-ի հետ, իսկ մեր MOU-ները թույլ տվեք ասել, որ դրանք կենացիային տրամաբանությունից դուրս են, դրանք շատ կոնկրետ են եւ առաջիկա ամիսները իհարկե դա ցույց կտա շատ հստակ, որովհետեւ մենք նկատիր ենք հայկական LLM-ի եւ OCR-ի համակարգերի ներդրում իրականացնել մեր գործընկերների հետ, շուտով հանդես կգանք այդ համապատասխան հայտարարությամբ։ Փետրվարի 24-ին Plug and Play-ի հետ ամփոփեցինք պիլոտային ծրագիրը, որով 20 հայկական ստարտափների համար նոր դռներու հնարավորություններ բացվեցին։ Մարտի 27-ին Հայաստանում հասանելի դարձավ Starlink-ը, ապրիլի 5-ին ազատականացված ռադիոհաճախականություններով 10 տարի ժամկետով տելեկոմ ընկերությունը հնարավորություն ստացավ ամբողջ հանրապետության տարածքում 5G կապի տարածման համար։ Ապրիլի 10-ին առաջին անգամ պետական ֆինանսավորում ստացավ Seaside Startup Summit-ը։ Մայիսի 22-ին պետական ֆինանսավորում հատկացվեց բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարության մշակման համար։ Հունիսի 20-ին պաշտպանական արդյունաբերության մեջ մենք նոր բարեփոխումներ իրականացրինք R&D-ի մեջ դնելով նոր մեխանիզմ TRL-ների համակարգը, այսինքն հետայսու պաշտպանական արդյունաբերության ոլորտում մենք գրանտները տրամադրելու ենք տեխնոլոգիական պատրաստության մակարդակի հիման վրա։ Հուլիսի 3-ին երկարաժամկետ արդեն ինստիտուցիոնալ համագործակցություն կնքեցինք Plug and Play-ի հետ, առնվազն 3 տարի Plug and Play-ը կլինի Հայաստանում։ Հուլիսի 8-ին մենք ստեղծեցինք IRIN արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, այստեղ մեր գործընկերներն են Mistral AI եւ AWS-ը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության կառավարությունը արհեստական բանականության և կիսարկիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին ռազմավարական հուշագիր կնքեց Միացյալ Նահանգների հետ։ Սեպտեմբերի 17-ին մեկ այլ MOU են կնքել Cisco-ի հետ, առաջիկայում կհայտարարենք ծրագրերը, որ համատեղ իրականացնելու ենք։ Օգոստոսի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց կիբեռանվտանգության մասին և հանրային տեղեկությունների մասին օրենքները և այսպես շարունակ։ Ես առանձնացրի մի 15 հիմնական աշխատանքներ, որը որոշեցի այսօր այս կապակցությամբ ձեզ զեկուցել։ Սա նշանակում է, որ արդեն վաղը այսօր Digitech-ից հետո նորից նոր եռանդ ենք ստանալու, նոր լիցքերով վերադառնալու ենք կատարելու մեր աշխատանքները։ Ինչու եմ սա հարկ համարում ձեզ հետ կիսվել, որովհետև կարևոր է, որ մեր երազանքների հասնելու համար մեզնից յուրաքանչյուրը իր տեղում հետևողական ու մեծ նվիրումով գնա և անի իր աշխատանքը։ Միայն այդ պարագայում մեծ երազանքները իրականանալու և իրագործելի կլինեն։ Այս աշխատանքն է, որը իրականություն է դարձնելու մեր մեծ երազանքները ապագայի համար։ Եվ դրա մի զգալի մասը դուք այսօր տեսնելու եք, այս առաջիկա 3 օրերին տեսնելու եք Digitech-ի շրջանակում։ Եվ հետևաբար ուզում եմ, որ այս 3 օրերին մենք իրար ոգևորենք, ոգեշնչենք, միասին երազենք ու գնանք դեպի ավելի մեծ ձեռքբերումներ։ Շնորհավորում եմ ևս մեկ անգամ այս տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն։